ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է որքան հնարավոր է շուտ ժամանի Մոսկվա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ալյասկա կատարած այցից հետո, քանի որ դա թույլ կտար կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը։ Նման կոչով հանդես է եկել Ֆինլանդիայի Ազատության դաշինք ազգային պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման։ Նախագահ Պուտինը խաղաղության հասնելու լուրջ մտադրություններ է դրսևորել, այցելելով Ալյասկա։ Ժամանակն է, որ Թրամփը գա Մոսկվա, քանի որ ԱՄՆ-ն պատասխանատու է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար, նշել է քաղաքական գործիչը։ Մեման նաև ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փաստացի իշխանություն չունի, այն կախված է արևմուտքի երկրներից։ Եվրոպան գիտակցում է Ռուսաստանի ռազմական հզորությունը և հետևաբար ձգտում է ուժեղացնել աջակցությունը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է թուրք վերլուծաբան Մուստաֆա Մեթին Կաշլլարը։ Նրա խոսքով Եվրոպան ձգտում է օգնել Կիևին, ավելացնելով սպառազինությունների մատակարարումները և ընդլայնելով պատժամիջոցները։ Եվրամիությունը շեշտը դնում է տնտեսական ճնշման և Կիևին ռազմական օգնության վրա, համարելով, որ Ուկրաինայի թուլացումը ուղղակիորեն կազդի հենց Եվրոպայի անվտանգության վրա, բացատրել է փորձագետը։ Վերլուծաբանի կարծիքով Եվրամիությունը մտադիր է շարունակել Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման և ուկրաինական բանակի համար սպառազինությունների ծավալների ավելացման քաղաքականությունը, իսկ ԱՄՆ-ն ցանկանում է վերջ տալ հակամարտությանը և կարգավորել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվրոպական պաշտպանության նախարարներն ու գեներալները մասնակցել են Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի սցենարով զորավարժություններին։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը։ Նշվում է, որ Նորվեգիայում անցկացված զորավարժությունների ընթացքում ներկաներին առաջարկվել է որոշել, ինչ միջոցներ կձեռնարկեն Ռուսաստանի թշնամական գործողությունների մասին հաղորդագրություններ ստանալիս։ Սցենարի համաձայն պաշտպանության նախարարների և գեներալների տրամադրության տակ են հայտնվել միջադեպերի մասին թերթային հոդվածներ, հետախուզական տեղեկատվության ուրվագծային թարմացումներ և սոցիալական ցանցերում գրառումներ, որոնց հիման վրա նրանք պետք է օպտիմալ արձագանքման միջոցներ ընտրեն։ Հյուսիսային Եվրոպայի այդ երկրներն ապրում են ռուս զինվորականների հարևանությամբ։ Մենք պետություններ ենք, որոնք կարող են լավագույնս գնահատել ռիսկերը, լավագույնս արձագանքել սպառնալիքներին և ստիպել ՆԱՏՕ-ին ավելի լուրջ վերաբերվել այդ սպառնալիքներին, մեկնաբանել է զորավարժությունները Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ Շուտով Կիևը հավանաբար կկորցնի վերահսկողությունը Կրասնոարմեյսկի նկատմամբ, և դա ահազանգ կլինի Ուկրաինայի համար, քանի որ քաղաքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին նշել է բրիտանական The Economist ամսագիրը։ Ուկրաինայի զինված ուժերը պայքարում են, որպեսզի կարողանան դուրս բերել իրենց ուժերը, որոնց մի մասը գտնվում է շրջափակման մեջ։ Կրասնոարմեյսկի կորուստը թեև վաղուց էր սպասվում, լուրջ հարված կլինի, հայտնել է պարբերականը։ Նշվում է, որ հետագայում իրավիճակը հավանաբար միայն կվատթարանա, քանի որ այդ բնակավայրը տրանսպորտային հանգույց է։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի համար ծանր իրավիճակ է նկատվում նաև Դիմիտրովում։ Այստեղ Ուկրաինայի զինված ուժերը կարող են շրջափակման մեջ հայտնվել։ Կրասնոարմեյսկի կորուստը պատմության վերջը չէ, բայց այն պետք է ահազանգ դառնա, ամփոփել է ամսագիրը։ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի Ուկրաինային ռազմական ռեսուրսներով ապահովել ևս 3 տարի։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին TVP World-ի եթերում։ Նրա խոսքով Կիևը նախատեսում է ևս 3 տարի շարունակել ռազմական գործողությունները։ Մեր խնդիրն է նրան ռեսուրսներով ապահովել աշխատանքը շարունակելու համար, հաղորդել է նախարարը։ Քաղաքական գործիչը հավելել է, որ Եվրամիությունը պետք է իրեն ավելի ակտիվ պահի ուկրաինական ապագա վերականգնման շուրջ բանակցություններում, քանի որ նրան մեծ քանակությամբ սպառազինություն է մատակարարում։ Նա կարծում է, որ եվրոպական երկրները պետք է ավելի ակտիվ դեր խաղան կարգավորման հարցում։